Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր մայիսի 2-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թեպետ աշխարհաքաղաքական իրադարձություններ շատ ունենք, որոնց կփորձեմ բոլորը հասցնեմ ձեզ ներկայացնեմ, նրանք ովքեր ուշագրավ են, որոնք առնչվում են նաև մեզ հետ, բայց մի քանի հոգի ինձ գրեցին, նաև զանգեցին, թե ուզում ենք անպայման անդրադառնանք Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի նամակին, երեկ էր դա տարածվել, բավական լայն արձագանք ունեցավ, քննարկեցին, բայց ուզեցան իմանալ իմ կարծիքը, դե լավ, այսօր սկսեմ հայաստանյան իրադարձություններից, նոր կանցնենք աշխարհաքաղաքական զարգացումներին։ Ուրեմն Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը Վիտալի Բալասանյանը բաց նամակով դիմել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, հույս հայտնելով, որ վերջինիս միջնորդությամբ արցախցիները կվերադառնան իրենց պատմական հայրենիք։ Այսօր Ղարաբաղի հայությունը մի շարք հանգամանքների բերումով զրկված է իր պատմական հայրենիքից եւ կարծում ենք, որ այս անարդար գործընթացը կարող են փոխել ռուս ժողովուրդը եւ ռուսական պետությունը։ Դարերի ընթացքում ռուսական կայսրությունը հայ ժողովրդին բազմիցս հնարավորություն է տվել պահպանել իր ինքնությունն ու պետականությունը իր պատմական հայրենիքում Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագիր թայլ փակագծի մեջ նշած։ Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հուսով ենք ձեր միջնորդությամբ Ղարաբաղի հայերը հայրենական մեծ պատերազմում հաղթած ժողովրդի ժառանգները կվերադառնան իրենց պատմական հայրենիք եւ շուտապույտ գործնական քայլեր կձեռնարկեն փրկելու հազարավոր տարիների ընթացքում ստեղծված պատմամշակութային ժառանգություն, այդ թվում եկեղեցիներ, խաչքարեր, տարբեր շինություններ, բնակավայրեր, հուշարձաններ, այդ թվում հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձաններ, նշել է Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը։ Հիմա հասկանանք, նախ խոսեց Թուրքմենչայի Գյուլիստանի պայմանագրի մասին, դրան էլ կանդրադառնանք, բայց հարցը ինչ է։ Դժվար չի հասկանալ, որ Արցախում անընդհատ հույսները դրել են Ռուսաստանի վրա, ռուս զինվորների վրա, եթե մենք անգամ Հայաստանից խոսում են, որ Ռուսաստանը պատշաճ կերպով իր գործառույթը չի կատարում, այդ ժամանակ ասում են ինչու եք այդպես բան ասում, մեր թիկունքից հարվածում եք, մեր հույսը, մեր ապավենը Ռուսաստանն է, եւ հետո մենք տեսանք Ռուսաստանը ոնց լավ էլ պայմանավորված Ադրբեջանի հետ Արցախը դատարկ Դժվար է պատկերացնել, որ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը գեներալ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ինքը չհասկացավ ու չտեսավ, որ պայմանավորվածության արդյունքում Արցախը դատարկվել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի պայմանավորվածությամբ։ Ու եթե դրանից հետո այսօր դիմում է Ռուսաստանին, որ օգնի վերադառնանք, Ռուսաստանը ոնց է օգնել, Ռուսաստանը համարում Արցախի հարցը լուծված է։ Ոնց է օգնելու որ վերադառնանք։ Անվտանգությունը երաշխա։ Պարտադրելու է Ադրբեջանը, Ադրբեջանը չի ցանկանում որ դուք վերադառնաք։ Ուրեմն Ռուսաստանը այսինքն այդքան անիրատես եք, որ չեք հասկանում, որ Ռուսաստանը այսօր չի կարող պարտադրի Ադրբեջանի, որ արցախցիները վերադառնան, ապահովի նրանց իրավունքը, նրանց անվտանգությունը, լա կարգավիճակը չեմ ասում։ Այդ չգիտեք, հա դրա մասին որ չի, բայց դեպքում այս նամակի իմաստը որն է Պուտինին դիմելու ուրիշ հարցով, որ եթե մենք նույնիսկ գիտենք, որ Արցախը դատարկել եք դուք, բայց մենք ձեզ վստահում ենք, մենք հիմա Հայաստանում ենք, մենք պատրաստ ենք ձեզ ծառայել նաև այստեղ, ներպետական ցնցումներին մեզ չմոռանաք։ Մենք պատրաստ ենք, այսինքն մենք ձեզանից երես չենք թեքել, Արցախը դատարկելում ձեզ չենք մեղադրում ենք միայն Հայաստանցուն, Հայաստանը եւ Հայաստանի իշխանություններին։ Եթե միայն Հայաստանի իշխանություններին մեղադրեին ու Արցախի իշխանություններին նախկին եւ Հայաստանի նախկին իշխանություններին, կարող է շատ հարցերում մենք իրանց օգնեինք եւ նաեւ իրանց հետ համաձայն լինեինք։ Բայց եթե բացառապես մեղադրում է Հայաստանի իշխանություններին, Հայաստանցուն եւ Հայաստանը, այդ դեպքում մենք չենք կարող համաձայնել, որովհետև դա արդեն մեր պետության շահերին հարված հասցնել է նշանակում, ոչ թե իշխանությանը։ Իսկ հիմա հասկանանք, այսինքն այդքան միամիտ չի Վիտալի Բալասանյանը, որ չհասկանա, որ այսօր Ռուսաստանը չի օգնելու վերադառնա։ Բայց հրապարակային այդ նամակի նպատակը մեկն է լավ գիտի, որ դրա արձագանքը ընդամենը դա էր,
մենք ձեզ հետ ենք, ասեք մենք ինչ անենք ներսից։ Իսկ քանի որ Հայաստանում կան ուժեր, որոնք անազնվոր են, օգտագործում են արցախցիներին, բա որ դուք ձեր տունը կորցրել եք, ձեր ունեցվածքը կորցրել եք, դրա մեղավորը Հայաստանն է, Հայաստանի իշխանություններն են, բերեք եք պայքարենք, այդ իշխանությանը գցենք, գանք իշխանության, որ ձեր ունեցածը տանք։ Այդ իրանց ունեցածը տվող էիք, միլիարդատեր դառնաք Հայաստանի հաշվին Արցախը շահարկելով։ Այդ մարդիկ ինչ պայմաններում էին ապրում։ Հիմա այդ մարդիկ եկել լավ այն ժամանակ Արցախում են ապրել, այդքան շատ ինֆորմացիա չեն ունեցել։ Հիմա եկել են Հայաստան, հիմա էլ չեն տեսնում ինչ է կատարվում, ինչ են արել Արցախի նախկին իշխանությունները, ինչ են արել Հայաստանի նախկին իշխանությունները։ Եվ դրա համար, քանի որ հիշատակել է Գյուլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագիրը, մենք էլ անդրադառնանք դրան։ Երբ որ մի հատ տես նամակել Զորի Բալայանն էր գրել 2013 թվականի հոկտեմբերի 13-ին Վլադիմիր Պուտինին, նույն Պուտինին, որին գրել է Վիտալի Բալասանյանը, 10 էջի վրա հիմնավորում էր, ինչ էր հիմնավորում, չկա Արցախի հարց, կա Ռուսաստանի հարց։ Եկեք, սա ձեզ է պատկանում, եկեք դա վերցրեք։ Մանրամասը հիմնավորում էր, պատմական հիմնավորում էր տալի, որ Թուրքմենչայի պայմանագրով, որը կնքվեց Իրանի շահի միջև Ֆահդ Ալի շահի եւ ներողություն Գյուլիստանի պայմանագրով, որը կնքվեց այն ժամանակ Ալեքսանդր առաջինի հետ եւ պայմանավորվեցին, որ Արաքսից վերև ռուսական տարածքներ եւ այդ ամեն ինչին ասում էր արի տեր կանգնի, դա քոնն է, դու պարտավոր ես, չէ որ շահը ասել է, որ ստեից ենկոմ իմ ժառանգների եւ սերունդների անունից ճանաչում եմ դա որպես ռուսական տարածք, պետք է գաս եւ տեր կանգնես ու վերցնես դա։ Իսկ հարց է ծագում, բա այդ որ դու ասում էիր, լավ, այդ ասեցիր 200-ամյակի պատվին Գյուլիստանի պայմանագրի։ Էն էլ մարդիկ մոռանում են, որ նույն Զորի Բալայանը որպես ժողովրդական պատգամավոր խորհրդային միության ժամանակ գնացել էր հացադուլ էր անում, որ ի պաշտպանություն նրա, որ Արցախը որոշում է կայացրել Հայաստանին միանալու համար։ Բա դրանով ես հայտնի դառել, որ դու պայքարում ես Արցախը Հայաստանին միանա։ Հիմա Արցախը հենց դարձել է անկախ, օրգանապես կապված է Հայաստանի հետ։ Պայքարում ենք, որ Արցախի կարգավիճակը ապահովելու համար, նույնիսկ ինչ որտեղ զիջումներով լինի տարածքային, որը որ ասեք այդ հողերը ձերն է, վերցրեք, բայց Արցախի կարգավիճակի դիմաց, մեկ էլ գնում եք 2013 թվականին, երբ որ Հայաստանի նախագահն է Սերժ Սարգսյանը, որն ասում էր տարածաշրջանի ամենամարտունակ բանակն ունենք, գնում ես ասում ես Ռուսաստանին, սա քոնն է, արի վերցրու, այսինքն Հայաստանը չի կարող մեր անվտանգությունը պահպանել, բայց այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը չէր, Սերժ Սարգսյանն էր, բայց չէր տենց ստացվել եւ ուշադրություն դարձրեք, ես չեմ կարող ասեմ անգրագիտության արդյունք է թե դիտավորության, բայց նույն Զորի Բալայանը հաշվի չէր առնում իր տենց երկար բարակ պատմական էքսկուրսով, որ 2013 բանա այդ 1813 թվականին կնքած Գյուլիստանի պայմանագրով, երբ որ շահը Ֆաթ Ալի շահը այնուամենայնիվ չէր հաշտվում այդ մտքի հետ, որ ինքը կորցնելու է այդ տարածքները Արաքսից վերև։ Եվ քանի որ նաև պայմանագիր կնքեցին Անգլիայի հետ, անգլիացիք էլ հրահրում էին, ասում են, ինչ է այդ տարածքները տվեցիր։ Ինքը այնուամենայնիվ վիճարկում էր 5 տարի տևեց պայքարը մինչև 1818 թվականին այնուամենայնիվ ճանաչեց Գյուլիստանի պայմանագրով նախատեսված այդ ամեն ինչը, որը ինքը պարտավորվել էր Ռուսաստանին հանձնել, բայց դրանից հետո, երբ որ հասկացա, որ միևնույնն է չէր հաշտվում այդ կորուստի հետ, սկսվեց մյուս ռուս-պարսկական պատերազմը, որի արդյունքում նորից պարտվեց Պարսկաստանը եւ արդեն Թուրքմենչայի պայմանագրով 1828 թվականին ավելի մեծ տարածքներ վերցրեց Ռուսաստանը Պարսկաստանից, նորից նույն Ֆաթ Ալի շահը ստորագրեց Պարսկաստանի կողմից, բայց արդեն 1828 թվականին արդեն Ռուսաստանի ցարն էր Նիկոլայ առաջինը։ Ինչու եմ ես սա ասում։ Բալավ Զորի Բալայանը գրագիտություն չուներ, որ հասկանար, որ
Գյուլիստանի պայմանագրի 200 տարվա պատվին ասում ես արի քո իրավունքով վերցրու այդ տարածքը, երբ որ երկրորդ պատերազմը եղավ ռուսների հետ, Թուրքմենչայի պայմանագիրը, որ կնքվեց պարսիկների եւ ռուսների միջև, ուժը կորցրած ճանաչվեց Գյուլիստանի պայմանագիրը 1828 թվականին, որտեղ ռուս-պարսկական երկու հաշտության պայմանագիր չպետք է լիներ, արդեն ֆիքսեցին նոր իրավիճակը, էտում էր հրավիրում գար Արցախը վերցներ, մի հատ է պարտավորեցնում էր, որ գար Արցախը վերցներ, բայց եթե սա անգրագիտություն, ահա, բայց սրա մեջ դիտավորություն կար, քանի որ արդեն գործում էր Թուրքմենչայի պայմանագիրը, այսինքն դրանով Արցախը անցել էր արդեն Ռուսաստանին, ինքը ասում էր, բա Թուրքմենչայի պայմանագրով էլ Հայաստանը քոնն էր, արի այդ Հայաստանը վերցրու այն գեր, այսինքն Արցախում նստել ես, հայ զինվորն եկել Արցախն է պաշտպանում, դու կանգնում ես Արցախից դիմում ես Մոսկվա, ասում ես արի դու պարտավոր ես, քո ցարերը քեզ պատվիրակել են, դու պարտավոր ես գաս Հայաստանը վերացնես, եւ ինչ տեղի ունեցավ, Հայաստանում դժգոհություններ եղան, կարծիքներ հնչեցին, Արցախում դուք դժգոհություն տեսել եք, մեկը գնացել է դռան դեմը կանգնացի, ուղեղը թափել է տղա, խելքդ գցել ես, դու ոնց ես կանգնում ասում Հայաստանը պետք է վերանա, ոնց ես դու պահանջում Պուտինից արի Հայաստանը վերացրու, էդ ում անունից ես ասում, Արցախի անունից, մարդիկ եկել են կյանք են դրել, արուն են թափել Արցախի համար, այդքան զրկանքներ են գրել, այդքան կոմունիկացիաներից դուրս են մնացել, այդքան բանի մեջ են մտել, դու կանգնում ես Արցախից ասում ես եկեք Հայաստանը վերացրու, այն է պարտավորեցնում ես 10 էջանոց նամակով, մի հատ ծպտունները լսեցիք, չեք լսել Ժողովուրդ ջան, չեք էլ լսի, բայց ինչ տեղի ունեցավ, այդ հարցը երբ որ արդեն Զորի Բալայանն ասում են ինքը ով է որ մեր անունից խոսա եւ այդ տենց չի բանես կոմեկում Սերժ Սարգսյանը ինչ արեց նոյեմբերի 14-ին գնաց Արցախ գնաց Զորամաս գնաց վերցրեց Բակո Սահակյանին Բակո Սահակյանի հետ գնաց Արցախի Զորամաս որտեղ ծառայում են հայաստանցի զինվորները եւ նրանց հետևին կանգնած էր Զորի Բալայանը Եվ այդ նկարը Սերժ Սարգսյանը դրեց նախագահական կայքում որպես պաշտոնական այցելության նամակ նկար բա որտեղից եմ ես դա տեսել որ դեզ էլ ցույց եմ տվել Այսինքն ինչ էր ուզում ասի ես ու Բակո Սահակյանը տեր ենք որ Արցախն ու Հայաստանը Զորի Բալայանը մեր անունից է առաջարկել որ հանձնենք Ռուսաստանին Ռուսաստանը պարտավոր է գա դա վերցնի Բա ժողովուրդ ջան, չեք ուզում մենք մի հատ ասենք ժողովուրդ, լավ եք մտածել ինչ եք անում։ Գտնվեց լավ ընդեղ եք այդ ամեն ինչը չգիտեիք, եկաք Հայաստան էլի չիմացաք, եկաք Հայաստան չիմացաք, թե ինչ ձևի եք վիրավորել Հայաստանցուն։ Այնտեղ ասեք լավ, կարակ ասեք խիղճներս չի հասե։ Դուք հասկանում եք, մենք Հայաստանում նստած նամակ ենք կարդում, որ Պուտինին դիմում ասում արի Հայաստանը վերացրու։ Եվ Արցախից մի հատ ծպտուն դուրս չի գալի, ժողովուրդ ջան։ Այսօր ում եք մեղադրում, բայն վաղտե Սերժ Սարգսյանն էր, որն էլ համաձայն էր, ինչ գործ ուներ Զորի Բալայանը զինվորական էր, ինչ գործ ուներ Զորամասում, դա գործ ուներ, բա Բակո Սահակյանը չէր ասում, լսի էդ ում անունից ես դա ասե, բա որ հիմա դու մեր այդ Զորամաս գաս, Հայաստանը մեկ է այդ նկարը տեսնի, մեր մասին ինչ կմտածի, ոնց, դա ձեզ հետաքրքիր էր Հայաստանցու կարծիքը ձեզ ընդհանրապես հետաքրքիր Հայաստանը վերացնելու հարցում բա դուք մտածում եք որ դուք ինչ որ պետք է մտածեիք դա անեք թե չէ Այն դեպքում երբ որ տարական գրագիտություն եթե ունենար Զորի Բալայանը իրան գրող հրապարակախոսի տեղեր դրել կհասկանար որ 1922 թվականին երբ որ խորհրդային միությունը ձևավորվեց այլևս գոյություն չուներ ցարական Ռուսաստան նույնիսկ գոյություն չուներ սոցիալիստական Ռուսաստան որտեղ Ռուսաստանի սոցիալիստական ֆեդերատիվ հանրապետությունը արդեն միջազգային իրավունքի սուբյեկտ չէր խորհրդային միության կազմում էր Եվ այդ պարագայում 1922 թվականին այլևս չգործեց Թուրքմենչայի պայմանագիրը կնքված 1828 թվականին 1922 թվականին այլևս դադարեց գոյություն ունենալ լիազորությունները ավարտվեցին Զորի Բալայանը դու ում էիր կանչում Հայաստանը վերացնելու պատմականորեն հիմնավորում ու չասեք թե մենք ինչ կապ ունենք Զորի Բալայանի հետ կապ չունեք փողոց դուրս գայիք կապ չունեք ըմբոստանայիք Կապ չունեիք կանգնեիք ասեիք էդ ում ես ասում դա
Հայ զինվորն եկել մեր հայրենիքն է պահում։ Մենք այդ զինվորը նայում է Զորի Բալայան եկել է Զորամաս ու գիտի որ այդ մարդը կանգնել ասել է որ իր ընտանիքը ուզում է որ վերացնի Ռուսաստանը։ Դուք հասկանում եք ժողովուրդ ջան։ Այս ամեն ինչը մենք դրա միջով անցել ենք։ Քարից ենք սարկած, որ այդ ամեն ինչից հետո նորից մտածել ենք հարյուրավոր հրապարակումներ կարող են ցույց տալ, որ փաստարկված ներկայացրել են, որ եւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Սերժ Սարգսյանը, եւ Նիկոլ Փաշինյանը ինչեր են արել Արցախի համար, որ վնաս են տվել ինչ են արել, եւ նաեւ Արցախի նախկին իշխանությունները։ Բայց ձեր ծպտունը դուրս չի եկել ժողովուրդ ջան։ Ու չասեք որ դա մենք ինչ կապ ունենք Զորի Բալայան։ Դու Զորի Բալայանի հետ կապ չունեք, գնայիք միտինգ անեիք։ Գնայիք հրապարակային հանդես գայիք, բայց ինչ արեցիք, պաշտպանեցիք, ասիք, այս ինչ որ ասում է մեր անունից է ասում, Հայաստանի նախագահ եւ Արցախի նախագահն էր Զորի Բալայան, թե ձեր կողմից ընտրված նախագահն էր, որը ցույց տվեց, որ այո, ես համաձայն եմ, այն ինչ որ ասելա, մենք տեր ենք, եկեք Հայաստանը գրավեք։ Մենք սրա միջով ենք անցել ժողովուրդ ջան։ Եվ դրա համար, եթե ցանկանում են ձեզ օգտագործեն, գոնե մտածեք, ասում են այ հայրենիքից զրկվել եք, բերեք օգտագործեք դա նորից գանք ով է ձեզ այդ իշխանությունը խոստան, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, մեռանք ասելով ռուսամետ ոչ մի գործիչ Արցախի հարցում ձեզ մի միլիմետր օգնել չի կարող, որտեղ ինքը դիմելու է Ռուսաստանը, մի քանի օր առաջ էլ եմ այդ մասին ասել, լավ այս նամակից առաջ եմ ասել, որևէ ռուսամետ գործիչ, նույնիսկ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, նա դիմելու է Պուտինին, Պուտինը հարցը փակել է։ Եթե ինչ որ շանս ունենք տեսական կամ գործնական, նոր աշխարհակարգի պարագայում, էլի հնարավոր է որ արևմուտքը, որը որ չի համարում Արցախի հարցը փակված, արևմուտքը մտածի ինչ որ լուծում գտնի եւ իրավունքի անվտանգության ու կարգավիճակի հարց դնի, որտեղ արևմուտքը նորից դեմ է, որպեսի Բիսկի խմբի համանախագահ համակարգը բանը վերանա։ Ռուսաստանը կատեգորիկ ասում է պետք է վերանա, Ադրբեջանն ասում է պետք է վերանա, Փաշինյանն էլ ասում է համաձայն են վերանալու։ Վերջ։ Արևմուտքը դրան համաձայն չի, այլապես իրանք կնախաձեռնեին։ Այնպես որ եթե գոնե մի տեսական շանս ունենք, դա է։ Ոչ Նիկոլ Փաշինյանն է, որը Արցախի հարցը լուծել է, ոչ էլ որևէ ռուսամետ գործիչ։ Առավել եւս այս կարգի նամակներով դուք ավելի շատ վատություն եք անում ձեզ, որպեսզի այն աջակցությունը, որ իմ նման մարդիկ կարող էին ձեզ ցուցաբերել, ճիշտ ձևով ուղղորդել, որովհետև ակնհայտ է, որ ձեզ սրեն, ձեզ ոչինչ ձեր մոտ չի ստացվելու, բայց վնասը նորից կրելու եք դուք, որտեղ ձեզ չեն թողում, որ դուք իրականություն իմանաք։ Նրանք, ովքեր իրականություն իմանում են, լավ էլ կողմնորոշում են ինչ է ինչոց է, բայց եւ միևնույն ժամանակ էլի վախենում են իրան ձայնը հնչեցնել, վախենում են, որ չասեն դավաճան, ոնց կարող է պատահի Արցախցին Արցախցու դեմ խոսա։ Դուք պատկերացնում եք ինչի մասին է խոսքը։ Դրա համար ուղղակի այդքան շատ կարևոր չէր Վիտալի Բալասանյանի նամակը, բայց այս ամեն ինչի հետ կապված ես շատ կուզենամ, որ ես պատմաբան չեմ, էլի մեր պատմաբանները մանրակրկիտ դնեն այս ամեն ինչը պայմանագրերով կետ առ կետ ներկայացնեն ձեզ, ես էլ վերցնեմ, ոնց եմ ձեզ ներկայացնում, ասում եմ, այս ինչ է, ես ասեց եւ իմ կարծիքն եմ հայտնում դրա մասին, այն ինչ է ես ասեց, վերցնեի պատմաբանների վերլուծությունները ներկայացնեի ձեզ եւ ասեի, այս ինչ հեղինակավոր պատմաբանը բերեց այս ես էլ իմ գնահատականը տայի դրան, ցավոք դա չի արվում, վախեցած են, որ անկարծ իրանք չասեն, սեպ եք խրում հայաստանցի եւ ղարաբաղցի, այսինքն մարդիկ կանգնում են, ասում են Հայաստան պետությունը Պուտինը պարտավոր է վերացնի, մենք ուզում ենք Արցախից քեզ կանչում ենք, որ գաս Հայաստանը վերացնես, ես հայաստանցի լինելով պետք է վախենամ, որ ես կքննադատեն։ Այն անինքնասերները, որ այդքանից հետո ասում են, բա ինչպես կարելի է նրանց մասին ասել, Ժորժ ջան, պարոնայք անինքնասերներ, հասկանում եմ, որ Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լափը համով է, դուք ուրիշ բան չեք կերել, դուք նույնիսկ չգիտեք, ոչ լափային ուտելիքը ինչ է, ես հասկանում եմ, խնդրում եմ ինձ մի մեղադրեք մի բանում, որը ես ձեզ փաստեր եմ ասում, մտեք, կարդացեք այդ պայմանագրերը եւ կարդացեք այդ նամակը եւ նայեք արձագանքը, թե ինչ ա եղել։ Եվ այդ ամեն ինչի պատասխանը կիմանաք, շարունակեք ուտել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի լափը, ես ձեզ հաջողություն եմ մաղթում, որտեղ անիմաստ է ձեզ բացատրել, որ լափից բացի ուրիշ ուտելիք կա, անիմաստ է ժողովուրդ ջան, դուք հարմարվել եք դրան,
Ձեր կյանքի նպատակը դա է ու պետք չի ինձ ասել, բա կարելի է, մարդիկ տուն են կորցրել, բա այդ մարդիկ խաբար չեն, որ իրանց գլխին ոնց են սարքել։ Այդ մարդիկ խաբար չեն, որ ոնց են իրանց հաշվին միլիարդատեր դառել, եւ իրանք անտուն են մնացել։ Բա թողեք խաբարը լինեն։ Բա հիմա էլ եք, բա դուք ոնց կարաք թողեք, դուք Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի շահը պաշտպանելով էլի պիտի գնաք նրանց խելքը ուտեք։ Ամանավան հանկարծ դուք չմտածեք, թե ձեր գլխին ինչ են արել։ Դուք պիտի պայքարեք իշխանություն փոխելու մասին։ Եկեք իշխանություն փոխելու մասին միասին պայքարենք, բայց ոչ թե նախկիններին բերելու համար։ Բա դուք դա համաձայն չեք։ Մի բան էլ քանի որ այդ թեմաներին խոսացի Հայաստանի վերաբերվող, դա էլ ասեմ անցնենք առաջ։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը հայտարարել է, եթե Երևանը այնուամենիվ քայլեր ձեռնարկի, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավունքին, ինչը ինչպես մենք հույս ունենք տեղի չունենա։ Այլ կերպ ասած, խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը մենք ունենք անհրաժեշտ միջազգային իրավական մեխանիզմներ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար, ասել է Աղասանդյանը, այսինքն արդեն իրավական ձևով դատի են տալու, եթե Հայաստանը քայլեր անի ԵԱՏՄ-ի շահերի դեմ։ Բա ասում եք ԵԱՏՄ-ին պարտական եք, ԵԱՏՄ-ի հաշվին եք ապրում, հանկարծ ձեռքաշեք կկործանվեք, արդեն ԵԱՏՄ-ի շահերն եք պաշտպանում, եթե Հայաստանը ցանկանա դուրս գա։ Հայաստանը սկի դուրս գալու ցանկություն էլ չունի, մենք մեր իշխանություններին շատ լավ գիտենք, բայց դա չի հարցը։ Արդեն իրավունքին եք գցել, հա, որ ձեր իրավունքները կպաշտպանեք։ Աղասանդյանը նշել է, որ Հայաստանը երբեք ոչ հրապարակայնորեն, ոչ էլ երկկողմ շփումների ընթացքում չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին։ Ընդհակառակը ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը վկայում է եվրասիական ինտեգրացիայի զարգացման նկատմամբ նրա հետաքրքրության մասին։ Աղասանդյանը հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ընթացքում բացատրում է ԵԱՏՄ-ում եւ ԵՄ-ում միաժամանակ անդամակցելու անհնարինությունը կանոնների անհամատեղելիության պատճառով եւ Երևանում գիտակցում են ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները։ Այսինքն այս ամբողջը այդ հասկանալի շատ ենք լսել, բայց այդ մաս ուզեցած ես ցույց տամ, որ ԵԱՏՄ-ն անգամ դատական կարգով իր իրավունքները կպաշտպանի, եթե հանկարծ Հայաստանը փորձի դուրս գա, կվերցնեն փաստաթուղթը, բանաթաթ երեսով էիք տալի, մենք չլենք էս կլի, մենք չլենք են լնի, այդեն չի անցանք դատի գործի։ Մի կարճ բան էլ նայենք, Վանաձորում Նիկոլ Փաշինյանը գնացել էր այցելության, ժողովրդի հետ շփվում էր, ամեն անգամ ինքը գնում է տարբեր բնակավայրեր ժողովրդի հետ շփվում է, բայց մեկ էլ այսօր չգիտես ինչի որոշեց լրիվ հակառակ բաներն անի։ Հա դե դասախոսություններ ա կարդում ժողովրդի հետ, ասում է, «Էս լավ չեք ցանում եգիպտացորենը, պետք է դույլը սենց շուռ տված վաճառեք, հետո պետք է ջուրը փագեք, հետո պետք է սենց անեք, դուք ընդհանրապես չեք կարողանում, այդ գիտենք այդ ամեն ինչը, բայց հիմա ի՞նչն է հետաքրքիր։ Գնացել ես մարդկանց հետ շփվում ես, մեկ էլ ասում է Նիկոլ Փաշինյանն ինչ է, ժողովուրդ ջան, ես տեսնում եմ ինչը լավ է, ինչը վատ, ինձ հուշելու անհրաժեշտություն չկա։ Բայց այդեն չես հետները հանդիպում, որ։ Եթե պետք է հետները հանդիպես, իրանց կարծիքը ուզենաս իմանաս, իրանց կարծիքը որ ասեն, դու ամեն ինչը որ լավ տեսնում ես, ինչն է լավ, ինչն է վատ, հուշելու կարիք էլ չկա, բայց իրանց հետ շփվելու կարիքը որն է, որ նկարվես գցես եթեր։ Ինչ իմաստը դրա բա որն է։ Ոնց որ ես ասեմ ժողովուրդ ջան, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, հետո ասեմ չհասկացանք, այդ ինչ մեկնաբանություն եք գրում, ինձ պետք չի հուշել, բայց չեմ ձեր կարծիքը հարցնում։ Բայց ունիկալը նորից մայիսի 1-ի աշխատավորների տոնի հետ կապված երեք չուզեցի անդրադառնամ, նորից էլի հիշեց, որ վատ ապրելու մեղքը ժողովրդինն է, որովհետև իրանք լավ չեն կրթվել, այ դպրոցից պետք է գանք, այ եթե ժամանակին իրանք լավ կրթություն ստանային, այսօր իրանք վատ չէին ապրի, այսինքն այն ժամանակվա կրթության պատճառով են այսօր վատ ապրում, այս քարոզը ամեն օր որ անում է, առավոտից երեկո որ անում է, որ իմացեք հիմա դուք վատ եք ապրում եւ գիտեք ինչու՞մ է ձեր մեղքը, տասնամյակներ առաջ լավ չեք կրթվել, այնպիսի խնդիր է դնում, որի պարագայում դու այլևս չես կարող դա շտկել, որտեղ այդ կրթությունը տասնամյակներ առաջ արդեն չես ստացել, հիմա ինչ ձևի էլ լեկցիաներ լսես, այլևս չես վերականգնի այն ֆունդամենտալ գիտելիքը, որը պիտի ստանալի ժամանակին, բայց սա գիտեք հետևողական ինչի քարոզ է։
Այսինքն մեր երկրում հարուստ կարելի է ապրել միայն լավ կրթություն ունենալու պարագայում։ Այսինքն մեր երկրում հարուստ ապրելու իրավունքը իրանց խելքի շնորհիվ պետք է ունենար Լիսկան, Շմայսը եւ Սաշիկը։ Այո, սա է Նիկոլ Փաշինյանի պատկերացրած Հայաստանը։ Այդ դա է պատճառը, որ հսկայական թվով գույք ապօրինի հաշվառել են, հետո սահմանադրական դատարանին դիմեցին, իհարկե նրանք ասին մասամբ այդ օրենքը ճիշտ է, բայց հսկայական քանակությամբ գույք դուրս է գալու տեղից, որովհետև կապը չեն կարողանալու հաստատեն, որ այս գույքը կապված է կոնկրետ կատարած հանցագործության հետ, այլապես դա անօրինական չի, այսինքն փաստորեն գիտեք ինչ է ստացվում։ Գիտեք դա ապօրինի գույքի ցուցակն է, դատախազություն անը, չէ, ինտելեկտուալների ակումբի ցուցակն է, ժողովուրդ ջան, բա չեք իմացել։ Բա այդ մարդիկ, որ ինտելեկտուալ չլներ, Ռոբերտ Քոչյանը կարար $4 միլիոն փող աշխատեր։ Հիմա ուզում եք այդ գույքը վերցնեք, սահմանադրական դատարանն ասում է, չէ, ապացուցեք, որ դա հանցագործության պարագայում է այդ գույքը։ Ինչի $4 միլիոն իր խելքով աշխատած մարդը, մի քանի միլիոն դոլարի գույք էլ չպետք է ունենա, ժողովուրդ ջան։ Էսա Նիկոլ Փաշինյանի պատկերացրածը 7 տարի տանջումա ոնց անի, որ նախկինները իրանց գույքը չկորցնեն, որպեսի վաղն էլ ինքը իր դիրքը չկորցնի։ Հաջորդ եկողին էլ ասի, գիտես ինչ, տեսան ինչ կյանքս դրեցի, որ Ռոբերտ Քոչյանն ու Սերժ Սարգսյանը համ գույքը չկորցնեն, համ դիրքը չկորցնեն, համ էլ քաղաքական պայքարի մեջ առաջամարտիկ ելնեն։ Տեսակ ինչ, դե նույնն էլ դուք ինձ համար արեք։ Էսա ժողովուրդ ջան։ Իսկ եթե պաշտոնները, հաջողակները, գրագետներն են զբաղացնում, առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին 100 հոգանոց պաշտոնյայի ցուցակ թող անի։ Առաջինն էլ իրան գրի, ամենաինտելեկտուալը ինքն է, չէ, ամենաբարձր պաշտոնն ինքը ունի։ 100 հոգի չաշխատող մարդու ցուցակը ես անեմ։ Ովքեր այս իշխանության օրոք չեն աշխատում։ Կապ չունի, իշխանությունը իրանց կարիքը չունի, թե իրանք այս իշխանության հետ աշխատելու ցանկություն չունեն։ Փաստացի այս երկրում, այս իրավիճակում, այս իշխանության պարագայում այդ մարդիկ չեն աշխատում։ 100 հոգու ցուցակ անենք չաշխատող մարդկանց, թող իրանք 100 հոգու ցուցակ անեն պաշտոնյաների։ Բերեք գնանք միջազգային ստանդարտներով ինտելեկտուալ քննություն հանձնենք։ Ու որել չասեք, թե լավ կրթություն ենք ստացել այդ դրա համար պաշտոն։ Մենք լավ գիտենք ոնց են ժամանակին միլիարդատեր դառել, ոնց են ծառայել օրվա իշխանությանը, ոնց են գնդակահարել ու անպատասխանա մնացել, անպատիժ են մնացել, ոնց են պետությունը թալանել, որովհետև ծառայել են իշխանությանը։ Նույնն էլ այսօր է կատարվում։ Մասշտաբները մի քիչ ուրիշ է, ձևերն ու մեթոդներն է փոխվել, որակը լրիվ նույնն է։ Բայց ուղղակի առաջարկում եմ, երբ որ Նիկոլ Փաշինյանը այդ 100 հոգու ցուցակը կազմի պաշտոնյաների, թող 150 հոգու կազմի, գիտեք ինչի, որտեղ ի սկզբանե որպես նախապայման ես առաջարկում եմ, որ փսիխոդիսպանսերից եւ նարկոդիսպանսերից այդ մարդիկ փաստաթուղթ բերեն, գնան մի հատ տեստ հանձնեն, մենք իմանանք ում հետ գործ ունենք, գժերի, կապովի գժերի, թե թմրամոլների։ Կարծում եմ ոնց ուզմալի այդ ցուցակում ահագին մարդ կպակասի, գոնե պահեստանի 50 հոգի թող 150 հոգի գրեն, 50-ը կմաղվի։ Երբ ասեք այդ ցուցակը հավաքենք։ Ու էլ մյուս անգամ չասեք, որ վատ կրթության պատճառով այսօր վատ եք ապրում։ Արժանապատվություն են ունենում եւ մտածում են, այս ի՞նչ է կատարում այս երկրում։ Այս անգրագետը ոնց կարա այս երկրի ղեկավար լինի։ Ու մյուսների վրա էլ մուննատ գավ, դուք վատ եք ապրում, որովհետեւ լավ կրթություն չեք ստացել։ Մի ստիպեք, որ ասենք, եկեք ցուցակը կազմենք եւ գնանք պայքարի։ Մի բան էլ Հայաստանի հետ կապված ասեմ, ասենք մնացած հարցերի։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր 34-րդ տեղում է։ Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում։ Իհարկե այս լուրը գրելուց վերնագրելը կրկին կլինեն մանիպուլատիվ, բայց ով ինչ գրի, ամեն դեպքում գնում ենք չափազանց ճիշտ ճանապարհով, ինչի առիթով շնորհավորում եմ բոլորիս։ Սա մի ցուցանիշ է, որի մասին մի 20 տարի շարունակ կարելի էր միայն երազել, նշել է Հարությունյանը։ Լրագրողներ առանց սահմանների կազմակերպությունը հրապարակել է 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը
9 տեղով բարելավել է նախորդ տարվա ցուցանիշը։ 180 երկրների ուշադիր եղեք։ Շարքում Հայաստանը զբաղացել է 34-րդ հորիզոնականը, Ռուսաստանի Դաշնությունը, սա Արայիկ Հարությունյանն է գրում, նախորդ տարվա համեմատ նահանջել է 9 տեղով եւ այժմ 171-րդ տեղում է։ 180 երկրից Ռուսաստանը 171-րդ տեղում է մամուլի ազատության ցուցանիշով։ Եվ մեր իշխանությունները գլուխը գովում են, որ մենք ազատ ենք։ Բա հարցը ծագում, բա այդքան անազատ Ռուսաստանի ալիքները Հայաստանի պետական մուլտիպլեքսով բա ինչի եք ցուցադրում։ Բա մրցույթ եք անցկացնում հայաստանյան ալիքներին մերժում եք։ Պետական մուլտիպլեքսին ինքը վճարում է, պատրաստ է վճարել, որպեսզի ինքը ունենա հնարավորություն հեռուստա ալիք ունենա։ Մերժում եք, ասում եք պայմաններին չես համապատասխանում։ Արտամրցույթային կարգով ալիքներ եք տալի Ռուսաստանին, մի Ռուսաստանին, որը 171-րդ տեղում է, մի Ռուսաստանին, որտեղ ինչպես տեսնում եք, այնպես է գրաքննվում ասածը, ու խայտառակությունը, այդ խայտառակությունը իր երկրի համար թողարկվող, ինչի է Հայաստանի համար ցույց տալի, այ ազատ հասարակության իշխանություն։ Բա եթե մամուլը մեր մոտ այդքան ազատ է, բան չէ մեր իշխանություններն այդքան անազատ, որ սարսափում է, որ անջատի ռուսական ալիքները եւ վերցնի այս ցուցանիշը եւ ասի ժողովուրդ ջան կներեք հարգելի ռուսաստանցիներ, սա միջազգային չափորոշիչով որոշված ցուցանիշներ է։ Դուք 180 երկրի մեջ 171-րդն եք։ Ես ձեր ալիքները ոնց ցույց տամ Հայաստանում։ Այս ազատ երկրում, որտեղ մենք 34-րդն ենք։ Դրա համար ժողովուրդ ջան, եթե մի ցուցանիշ ներկայացնում եք, ուղղակի մտածեք, որ դիմացինները շատ հետամնաց են, որովհետև կրթված չեն, էլի, նորաձև չեն։ Մենք հետամնաց ենք։ Կարողանում ենք տողատակերն էլ կարդալ, կարողանում ենք ներկայացնել, որ այս ասող մարդը առնվազն պետք է գեդինը մտնեն, որ 171-րդ տեղում գտնվող պետության ալիքները մեր պետական մուլտիպլեքսով դուք պրոպագանդում եք։ Ավելի ցցուն ապացույց, որ այդ ալիքները պետք է փակվի, էլ ինչ անենք, էլ ոնց բացատրենք, որ հասկանաք։ ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը հայտարարել է, ԱՄՆ-ն այլևս մտադիր չէ միջնորդի դեր խաղալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև բանակցություններում։ Այս խնդրին մեր մոտեցումները ոչն ու մեթոդաբանությունը փոխվում է։ Մենք միջնորդ չենք լինելու, մենք այլևս վայրկենապես չենք թռչի աշխարհի մյուս ծայրը հանդիպումները մոդերացնելու համար։ Այժմ աշխատանքը պետք է կատարվի երկու կողմերի միջև, ասել է Թեմի Բրյուսը։ Այնուամենայնիվ Վաշինգտոնը ջանքեր կգործադրի խաղաղության հասնելու համար, սակայն այսուհետ Մոսկվայից եւ Կիևից կոնկրետ գաղափարներ են անհրաժեշտ։ Հիմա ժամանակն է, որ նրանք ներկայացնեն եւ մշակեն կոնկրետ գաղափարներ։ Այն մասին, թե ինչպես է ավարտվելու այս հակամարտությունը, դա կախված կլինի նրանցից, նշել է Բրյուսը։ Իդեպ նախընտրական խոստումները Դոնալդ Տրամպին այր, որ ինքը պատերազմը պետքա դադարեցնի։ Մինչև վերջի օրը խոսում էր, որ պատերազմը պետքա դադարեցնի։ Որ կողմը չհամաձայնվի ճնշում է գործադրելու, էսը անելու, այն անելու։ Կողմերից վերցել են առաջարկությունները, փորձում են առաջարկությունը մոտեցնել, հասնեն նրան պարտադիր մարդիկ են զոհվում, պետք է գնանք, որ դա դադարեցնենք, 3 արդեն Ուկրաինայի հետ օգտակար հանածոների հետ կապված, հազվագյուտ մետաղների հետ կապված պայմանագիրը ստորագրվեց, այսօր Ամերիկան հրաժարվում է այդ միջնորդական առաքելություններից։ Լուրջ ժողովուրդ ջան, լավ եք մտածել։ Դա էր այդ ամեն ասածը։ Բա ասածները ո՞րն էր։ Հիմա ի վերջո այդ հարցը ոնց է լուծվելու։ Ուկրաինան ասում է իմ տարածքը ազատ է, Ռուսաստանն ասում է ինչ վերցրել եմ իմնա։ Երկուսի տեսակետը տրամագծորեն տարբեր է։ Եվ այդ պարագայում իրանք ոնց են իրար հետ նստելու ուղիղ բանակցելու։ Անկամ միջնորդ Ամերիկայի պարագայում սանկցիաներ կիրառելու ցանկություն ունեցող Ամերիկայի պարագայում չէր ստացվում։ Եվ ակնհայտ էր, մենք գիտեինք, որ չի ստացվելու։ Բայց եւ այդքանից հետո մեկ էլ ասել, բա գնացեք ձեր հարցերը լուծեք։ Բա իրանց հարցերը որ պիտի լուծեին, բա Ամերիկայի արածի հարցը ո՞րն էր։
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան պատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցությունների ձախողման դեպքում։ Միջոցառումները կարող են համաձայնեցվել երկրորդական պատժամիջոցների օրինագծի հետ, որն առաջարկել է ամերիկացի սենատոր Լինսի Գրեհեմը։ Մայիսի 1-ին հանրապետական սենատոր Լինսի Գրեհեմը նախագիծ է պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ երկրորդական պատժամիջոցների մասին։ Ըստ այդմ առաջարկվում է 500% մաքսատուրք մտցնել այն երկրների ներմուծման համար, որոնք գնում են ռուսական նավթ, նավթամթերք, բնական գազ կամ ուրան։ Մենք եվրոպացիներս պատրաստվում ենք ուղեկցել ամերիկյան այս նախաձեռնությունը պատժամիջոցների 17-րդ փաթեթով, եւ երեք ես Լինսի Գրեհեմի առաջ պարտավորվել եմ, որ մենք կփորձենք համակարգել այս երկու փաթեթները, ասել է Ժան-Նոել Բարոն։ Ինչպես տեսնում եք, հետևողականորեն Եվրոպան հատկապես ամենաակտիվ Ֆրանսիան հետ ուղղությամբ աշխատում է եւ Միացյալ Նահանգների հետ ուզում են համաունչ քայլեր անեն, որտեղ վստահ են, որ Ռուսաստանը չի գնալու խաղաղության, իսկ եթե չի գնալու պատժամիջոցներ լինելու են։ Դոնալդ Տրամպը հայտնել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը կնշանակվի ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ։ Ուոլցը միշտ առաջին տեղում է դրել մեր երկրի շահերը, վստահ եմ, որ նա նույնը կանի նաև նոր պաշտոնում, գրել է ԱՄՆ նախագահը։ Իդեպ մի փոքր սրան անդրադառնանք, սա խոշոր ձախողման արդյունքում Մայք Ուոլցը ազատվեց այն արտահոսքերը, որ եղավ, անփութություն եւ այլ, որ լրագրողին ներգրավել էին գաղտնի ռազմական գործողությունների հետ կապված չաթում քննարկումներին, շատ տարօրինակ է, որ մտածես, որ կարող է մարդը 100-րդ օրը պաշտոնավարման 100 օրվա ընթացքում արդեն ազգային անվտանգության գծով քարտուղարը խորհրդականը փոխվի։ Եվ դա շատ լուրջ պաշտոն է, եւ այն աշճանի լուրջ պաշտոն, որ դա թափուր չի էլ մնում, անգամ պաշտոնակատար է դրվել պետքարտուղարը Մարկո Ռուբիո պաշտոնակատարը, որտեղ դա չի կարելի թողել սпасել մինչև հարմար մարդ գտնել։ Դա նշանակում է, որ այդ որոշումը այնպես է կայացվել, հարմար մարդ դեռ չունեին, նրան հանեին, նրան դնեին, որտեղ ի վերջո այդ սկանդալի, այդ ձախողումների պարագայում հանեցին։ ՄԱԿ-ում այդքան Ամերիկան հետ է քաշում շատ հարցերում, ՄԱԿ-ը ասում է պետք է լի դուրս կգանք, ՄԱԿ-ի ծրագրերից դուրս է գալիս, ՄԱԿ-ում մշտական ներկայացուցիչը ինչ է անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնի համար։ Դա շատ լրջագույն պաշտոն է Ամերիկայի պարագայում եւ շատ վատ է, որ տեղից էլ անհաջող մարդ է ընտրվում, հիմա էլ արդարացնելու համար ուղարկում են մի հատ գործի, այնքան է լրիվ դուրս չանեն, որ ասեն խայտարակ ձևով հանեցին եւ մի հատ էլ մտածում են, թե ում գտնեն տեղը դնեն։ Իսկ մենք ի վերջո նաեւ ունեցել ենք հնարավորություն մեր աչքի առաջ տեսնելու, թե ինչպիսի ազգային անվտանգության գծով խորհրդականներ է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Բոլորին իհարկե չթվարկեն, գոնե մի 4 հոգու անուն տանք։ Վերջապես եղել է Քոլին Փաուել, որը եղել է ազգային անվտանգության գծով խորհրդական դեռ Ռոնալդ Ռեյգանի ժամանակ։ Հանրապետական կուսակցությունից բնական է, որը հետագայում դարձավ նաև պետքարտուղար։ Շատ լուրջ դերակատարություն ունեցող։ Պետքարտուղար դարձավ արդեն Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման առաջի ժամկետի ժամանակ։ Կոնդոլիզա Ռայս, որը նույնիսկ ազգային անվտանգության գծով խորհրդական էր, որը ազգային անվտանգության գծով խորհրդական էր Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման ժամանակ, առաջի պաշտոնավարման, եւ պետքարտուղար դարձավ երկրորդ պաշտոնավարման ժամանակ։ Այսինքն մի ամբողջ ժամկետ աշխատեց ինքը, ստացվեց, որ այդ ամբողջ ծրագիրը իրար հետ տանում։ Իդեպ Քոլին Փաուելն ընդամենը 2 տարի եղավ, որ դառավ ինքը անվտանգության խորհրդի քարտուղար, խորհրդական ներողություն ազգային անվտանգության գծով, բայց ինքը իրան ուղղակի Ռեյգանը հրավերեց, ինքը մարտական գեներալ էր, իրան բանակից հրավիրեցին 2 տարի աշխատեց, Ռեյգանի պաշտոնավարման ժամկետը ավարտվեց, նորից գնաց բանակ։ Դրանից հետո է եկել դառը պետքարտուղար։ Իսկ Կոնդոլիզա Ռայսը մի ամբողջ 4 տարվա ժամկետով եղել է խորհրդական ազգային անվտանգության գծով, որից հետո դարձել է պետքարտուղար։ Այդ այն պաշտոնն է, որի դեպքում գնում են պետքարտուղար, չեն գնում ՄԱԿ-ում ներկայացուցիչ։ Մեկ ուրիշ մարդ նայենք, Հենրի Քիսինջեր, մի լեգենդար անձնավորություն, որը եղել է ազգային անվտանգության գծով խորհրդական, այն է սկանդալային նախագահի օրոք։ Ռիչարդ Նիքսոնի, որը հրաժարական տվեց, Նիքսոնի եւ Ջերալդ Ֆորդի, որը որ ի պաշտոնե փոխարինեց որպես փոխնախագահ։ Այսինքն այդ ինչ մի անուն ուներ Ջերալդ Ֆորդը կամ ինչ անուն ուներ Նիքսոնը, բայց ինչ անուն ուներ Քիսինջերը։
Այդ դա է այդ պաշտոնի դերն ու կարևորությունը, այդ պաշտոնում աշխատող մարդու կշիռը, ում եք ընտրում դա։ Այսինքն այս երեքը խորհրդականից դարձել են պետքարտուղար Ամերիկայի Միացյալ Նահանգներում, անուն են թողել, այս երեք հանրապետականների նշեցի։ Մի հոգի էլ ուղղակի նշեմ, որ պետքարտուղար չդարձավ, ազգային անվտանգության գծով խորհրդական եղավ Զբիգնև Բժեժինսկին, որն էլ նաև եղավ մի ամբողջ ժամկետ արդեն Ջիմի Կարտերի ժամանակ 77-81 թվականներ, բայց անուն թողեց, գաղափարներ ու ծրագրեր թողեց, կոնցեպցիաներ թողեց, որի հետ կապված մարդիկ մինչև այսօր մեջբերում են անում, ասում են, ինչ բան է, այսպես են արել։ Այդ պաշտոնն է, ժողովուրդ ջան, պաշտոնը, որ անլրջացնեք, եսի մում դնեք, հետո ստիպված կլեք հանեք, մանգակ տենակ, եսի մում դնեք։ ԱՄՆ պետքարտուղար եւ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն խոսելով իսրայելա-պաղեստինյան հակամարտության մասին ասել է, թե Գազայում ստեղծված իրավիճակը այլևս չի կարող շարունակվել այնպես, որ Իսրայելի վրա Համասի կողմից հրթիռների արձակման հարթակ դառնա։ Դրա շուրջ բոլորն էլ համակարծիք են։ Նախագահը եւ Սթիվ Ուիթկոֆը բոլորս նշել են, որ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Պետքարտուղար Ռուբիոն մեկնաբանելով միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները, հայտարարել է, որ Իրանը պետք է թույլատրելի միջազգային ստուգումներ անցկացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, դրանց թվում ռազմական։ Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ ոչ թե զենք ունենալ, չպետք է վախենա ստուգումներից։ Ներառյալ ամերիկացի տեսուչների մասնակցությամբ։ Խաղաղ միջուկային ծրագրեր ունեցող երկրները ուրան չեն հարստացնում կամ չեն թաքցնում օբյեկտները, նշել է Ռուբիոն։ Պետքարտուղարը նշել է, որ Վաշինգտոնը պատրաստ է Թեհրանին խաղաղության ուղի առաջարկել եւ այլ, բայց հետո վերջը նայենք։ Եթե Իրանը հրաժարվի այս ճանապարհից, ապա հստակ է, որ կկորցնի իր միջուկային օբյեկտները եւ նավթավերամշակող գործարանները, ինչը կհանգեցնի աղքատության, հավանաբար ռեժիմի փոփոխության, ասել է ԱՄՆ պետքարտուղարը։ Այսինքն այդ բանակցությունները Իրանի հետ, որ գնում է Իրանն ասես մոռացեք, որ ես հարստացված ուրանը ուրիշին եմ տալու, այնուամենայնիվ իրանք մտան փակուղի, բանակցությունները հետաձգեցին, Իսրայելն էլ Իրան ճղում ա, որովհետեւ ֆալշ ստարտ տվեց, ոգևորված մտածում էր, հեսա եթե Իրանը չհամաձայնվի, հարվածելու ենք Ամերիկան պաշտպանի, Ամերիկան ասեց չեմ հարվածելու, Իսրայելը փաստի առաջ կանգնեց, բայց հիմա Իսրայելը հասկանում է, որ եթե չհարվածեց, պրոբլեմա ալնելու եւ անընդհատ փորձում է այդ ակտիվությունը առաջ բերի, բայց այս պարագայում Ամերիկան էլ խնդիրներ ունի, որ ինքը դուրս է գալու Իրանի դեմ, հիմա Իրանին հարվածելու է, բայց Իրանին հարվածելու հետևանքը կարող է լինի շատ այլ ձևի, նշանակում է այս հերթական անգամ սպառնում են, բայց կարող է իսկ դա մեզ համար իսկապես վտանգավոր է, շատ ենք խոսել այդ մասին, վաղնել այդ ամեն ինչի մասին նորից կխոսենք հանգամանորեն, որովհետև մենք ոչ մի պարագայում մեր շահերից չի բխում այդ լարվածությունը, բայց ինչպես տեսնում եք, մի օրվա ընթացքում իրավիճակը փոխվում, իսկ այդ մի օրվա ընթացքում այդ իրավիճակը, որ փոխվում է, ամեն քայլա փոխի, մերոնք իրանց համար դրած տեղ այնտեղ ֆրֆռում են, մարդկանց հետ զրույց անում, ասֆալտի որակ ստուգում եւ այլ, ոնց որ այս աշխարհի ցավուդարդը իրանց չի հետարկում, իրանց ուսերին չի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք, սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անդինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։